Քրիստոյի վերջին նախագիծը ձեզ թույլ կտա քայլել ջրի վրայով։ Իզեոլիճը Միլանից 60 մղոն դեպի արևելք է, իսկ այդ լճում կա մի փոքրիկ կղզի, որտեղ ապրում է մոտ 2000 մարդ։ Բնակչության շարժը հիմնովին կախված է նավակներից ու լաստանավերից։ Քրիստոն, որ փաթաթել է Ռայխստագի շենքը Բեռլինում, որ ամբողջությամբ շրջապատել է կղզիները վառ վարդագույն կտորով, նոր գաղափար ունի։ Նախագծի իրականացմանը մնաց 7 ամիս, նրանք կքայլեն ջրի վրայով։ Քայլելու են ջրի վրայով, այո, բառացիորեն քայլելու են ջրի վրայով։ Քայլելու են դեղին գործվածքից արահետով 200,000 պլաստիկե խորանարդերի վրայով։ Սա առաջին նախագիծն է, որ Քրիստոն կիրագործի առանց կնոջ Ժան Կլոդի։ Նա մահացավ 2009 թվականին։ Ի տարբերություն նախորդ նախագծերի, լողացող նավամատույցները կգործեն սահմանափակ ժամանակով։ Այս նախագիծը երբեք չի կրկնվի։ Քրիստոն եւ իր թիմը այն ապամոնտաժելու են մոտ 2 շաբաթ հետո։ Երբ նախագիծն իրագործվում է շատ կարճ ժամանակի, ընդամենը մի քանի օրվա համար, մարդիկ գիտակցում են, որ ինչ-որ իրադարձության կենտրոնում են, քանի որ յուրաքանչյուր մարդ եզակի է աշխարհում եւ սիրում է ականատեսը լինել ինչ-որ բացառիկ բանի։ Բացառիկ է նաև այն, թե ինչպես են ֆինանսավորվում այս բազմամիլիոնանոց ծրագրերը։ Սկզբում Քրիստոն եւ Ժան Կլոդը որոշեցին, որ պետք է այլ կերպ վարվեն, ելնելով անհրաժեշտությունից։ Նա ասում է, որ հավաքորդներն ու դիլերները դժվարությամբ են վճարում։ Մենք չենք կարող ուրբաթ մեր բանվորներին ասել, որ նրանք չեն վճարվելու, որովհետև միստր Սմիթը, որը գնորդն է, դեռ փողը չի տվել։ 1982 թվականին Քրիստոն եւ Ժան Կլոդը ստեղծեցին CVJ ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը Դելավերում է։ Այն վաճառում է Քրիստոյի արվեստի բնօրինակ գործերը 1950-ականներից մինչ օրս՝ գծանկարներ, կոլաժներ, գործվածք։ Յուրաքանչյուր նախագծի համար գործում է դուստր ձեռնարկություն։ Այս պահին Քրիստոն օգտագործում է դրանցից 3, այդ թվում եւ լողացող նավամատույցները։ Գործվածքը վաճառել իրականում շատ բարդ է։ Քրիստոն երբեմն ետ է գնում իր գործերը, եթե տեսնում է շուկայում եւ համարում է, որ դրանք թերագնահատված են։ Այժմ մենք մեր աշխատանքների ամենամեծ սեփականատերն ենք։ Այս նախագծերը հաճախ տարիներ են տևում։ Դարպասները տեղադրելու համար Քրիստոյից եւ Ժան Կլոդից 24 տարի պահանջվեց, որ Նյու Յորքի այն ժամանակվա քաղաքապետ Մայքլ Բլումբերգից թույլտվություն ստանային։ Արդյոք գործն ավելի հեշտացավ, երբ դուք ավելի հայտնի դարձաք, երբ պարզվեց, որ ձեր նախագիծը հաղթահարում է նորմատիվ խոչընդոտները։ Գուցե սկսեցին ավելի պատրաստակամորեն օգնել ձեզ։ Ոչ, չեք պատկերացնի, թե որքան դժվար է։ Երբեք։ Գիտեք, ես մազոխիստ չեմ, շատ կուզեի, որ այդ ամենը ավելի հեշտ լիներ։ Քրիստոն միշտ զբաղված է։ Երբ մենք խոսեցինք, նա մի քանի օրից մեկնելու էր Աբու Դաբի եւս 3 ընթացիկ ծրագրերի շուրջ աշխատելու համար։ Քրիստոն 80 տարեկան է եւ երբ մեր հարցազրույցը ավարտվեց, մենք հարցինք արդյոք նա նոր ծրագրեր ունի։ Գիտեք, Ժան Կլոդը միշտ ասում էր, մենք այնքան երիտասարդ ենք եւ այնքան արագ ենք ոգեշնչվում։ Եվ եթե նոր գաղափար ունենանք, դուք անմիջապես կիմանաք այդ մասին։ Այնպես որ եթե ես նոր գաղափար ունենամ, հավանաբար դուք այդ մասին կիմանաք։ Դեվիդ Գուրա, Bloomberg, New York։